Դիլբարյան բարոյցես այս ձայներով սկսենք մեր եթերը, հնչում է եկեղեցու ձայները, կառուցանը թե ինչ է տեղի գեցել Էջմիածնում, ինչ է շարունակում տեղի ունենալ, Միքայել Աջապահյանին ժողովուրդը թույլ չի տալիս, որպեսզի գնա քննչական կոմիտեն հայտել է նաև մեքենայի ճանապարհը։ Խնդրեմ ձեր խոսքը ձեր հնարավորները։ Երբեք չէի մտածի, որ մենք կարող ենք հասնել այսպիսի ահազարհուր իրավիճակի, գիտեք, արդեն քանի տարի է բոլորը կոչ են անում, որ հնչեն Էջմիածնի զանգերը, բայց այն փաստը, որ Էջմիածնի զանգերը հնչում են, երբ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ուժերը դիմակավորված ըստ էության փորձում են գրավել վեհարանը, մուտք գործել այնտեղ, դրա մասին երևի դժվար էր անգամ ամենաողբերգական երևակայության պարագայում պատկերացումներ ունենալ։ Բայց փորձենք իրադարձությունը վերլուծել ըստ իր տրամաբանության, որովհետև այն պահից իսկ երբ սկսվեց հայ առաքելական եկեղեցու դեմ հատուկ մշակված գործողությունների այս ծրագիրը, ապա ենթադրելի էր, որ նրա վերջաբանը լինելու է վեհարանի առջև դիմակավորված իրավապահ կոչվող, բայց իրականում անձնապահ մարդկանց։ Այսինքն, եկեք սառնասիրտ արձանագրենք, որ այսօր արդեն դեռ Սամվել Կարապետյանի ձերբակալության ժամանակ, այնուհետև Սրբազան պայքարի, Բագրատ Սրբազանի եւ նրա աջակիցների ձերբակալության եւ ապա կալանավորման որոշումներից ակնհայտ էր, որ Հայաստանում անկախ դատական համակարգը այլևս իր հոգեհանգիստը ավարտել է եւ թաղումը եւս ավարտվում է, որովհետեւ պարզվեց, որ Հայաստանում իրավապահ համակարգը պաշտպանում է ոչ թե Հայաստանի Հանրապետության օրենքները, այլ պաշտպանում է մեկ մարդու հրամանը եւ այդ մեկ մարդու անունը Նիկոլ Փաշինյանն է։ Նա հրահանգել է, որոշել է եւ իրավապահները կուրորեն կատարում են դա։ Հիմա այս իրավիճակում ինչպես է իրեն դրսևորում վեհարանը եւ հատկապես Միքայել Սրբազանը, Գյումրու թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը, ակնհայտ է, որ ինքը իրեն դրսևորում է որպես հոգևոր նկարագիր ունեցող եւ ամենակարևորը Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ակնհայտ է, որ նա չի թաքնվում, այսինքն կիղծ են բոլոր այն պնդումները, այդ դիմակավորված մարդիկ ոչ մի պարագայում այնտեղ հայտնվել չէին կարող, եթե անցյալ տարի ասված խոսքերի ներքո ոմանք իրենց երևակայությամբ ենթադրել էին առերևույթ ինչ-որ հանցանք, ապա դա բոլորովին չէր նշանակում, որ անհրաժեշտ է գրավել, փորձել գրավել վեհարանը, ստեղծելով այս սարսափի մթնոլորտը եւ բարձրացնելով այսպես ոտքի մարդկանց։ Հիմա կարծում եմ գնում է ուժերի ստուգատես, բոլորը համոզված են ոչ միայն Հայաստանի ներսում, այլև դրսում շատ մեծ ուշադրությամբ, ես կասեի խոշորացույցով հետևում են, թե ով որքան ոգի ունի, այսպես ավերողները, քարեր նետողները, թե քարեր հավաքողները եւ հայկական ինքնության հավատարիմ մարդիկ։ Ակնհայտ է, որ Միքայել Աջապահյանը, մեր Սրբազանը օրինապահ քաղաքացի է, նա շարունակել է կրկնել իր ասածները, նշելով, որ ինքը ոչ մի կոչ եւ ընդհանրապես իշխանության զավթման վերաբերյալ ոչ մի քայլ չի ձեռնարկել, եւ եթե այս մեր հանրապետությունում իսկապես լիներ ժողովրդավարություն, ապա իրավապահները այնտեղ չէին լինի։ Նրանք կկատարեին իրենց այսպես ուսումնասիրությունները, եթե ունեն առերևույթ կասկածներ որոշակի հանձնակազմի վերաբերյալ, դրանից բոլորովին չէր բխում վեհարանի շուրջ այս կատարված իրականում, գիտեք, հոգևոր Հայաստանի դեմ գրոհը։ Այսինքն ակնհայտ է, որ հոգևոր Հայաստանի դեմ գրոհում է այդ անձնատու հանապազորյա հացի խայտառակ զիջումների
եւ անանկախ անինքնիշխան Հայաստանը։ Եվ հիմա մեր խնդիրն է, որպիսի սահմանադրական եւ օրինական ճանապարհով մենք հարցը տեղափոխենք հենց քաղաքական դաշտ։ Գիտեք, առաջնորդներին երկար փնտրել պետք չէ, առաջնորդները իրենք ճակատագրով եւ իրադարձությունների զարգացմամբ հայտնվում են կենտրոնում։ Եվ պատահական չէ, որ Միքայել Աջապահյանը իսկապես հայտնվել է իրադարձությունների այս կենտրոնում, ուզում եմ ասել, որ ինքը, ես կարծում եմ վեհափառ Հայրապետի օրհնությամբ պետք է դառնա, այո, այս հոգևոր Հայաստանի առաջնորդը, իսկ հոգևոր Հայաստանի առաջնորդը եւ ըստ երևույթին քաղաքական ազգային դեմքը փաստորեն նաև Հայաստանի Հանրապետության քաղաքական այն բևեռն է, որին բոլորը սպասում են վեր եւ նախկին եւ ներկա եւ սև եւ սպիտակ եւ մնացած այլ բոլոր կեղծ խոսույթներից։ Հիմա ակնհայտ է, որ Միքայել Աջապահյանի թեկնածությունը միակ հնարավոր քաղաքական զարգացումներում, իսկ դա անվստահություն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթացն է եւ այդ թեկնածուն գտնված է։ Մենք գիտենք, թե ինչ բանավեճեր, ինչ այսպես սրեր, նիգեր եւ տեգեր էին կոտրվում, հիմա ակնհայտ է, որ Միքայել Աջապահյանը կարող է դառնալ ընդդիմության եւ ընդհանրապես հոգևոր Հայաստանի իրական վարչապետի թեկնածուն եւ պետք է օր առաջ երկուշաբթի օրվանից անմիջապես իսկ բոլոր հնարավոր ստորագրություններով եւ հիմա պահը չէ մտածելու թե ով ինչպես է սկսել անվստահության գործընթացը Միքայել Աջապահյանին դարձնելով քաղաքական առաջնորդ։ Գուցե դաժան է, այո, այն, որ դու հոգևոր ծառայությունից պետք է անցնես աշխարհիկ ծառայության, բայց իմ անկեղծ համոզմամբ այսօր հոգևոր Հայաստանը միակ իրական Հայաստանն է, այն Հայաստանը, որը միավորում է Արցախը, միավորում է հայկական սփյուռքը եւ հայկական դատը։ Մենք իրավունք չունենք հոգևոր Հայաստանը հանձնելու դիմակավորված մարդկանց գրոհին, եւ ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության բոլոր արժանապատիվ քաղաքացիները հասկանում են, որ տեղի ունեցածը բացարձակ ապօրինություն է, որ ունի կանխակալ նպատակ։ Եվ եթե անգամ ինչպես Միքայել Սրբազանը հանուն Վեհարանի խաղաղության, իսկ Վեհարանը միշտ եղել է խաղաղության կենտրոն, բայց միևնույն ժամանակ միշտ եղել է թշնամիների կողմից այսպես գրավման սպառնալիքի ներքո, գնա եւ ինքը ինքնակամ այսպես ներկայանա, դա չպետք է բոլորին հուսահատեցնի, ընդհակառակը քաղաքական պայքարը թևակողում է մի նոր փուլ։ Այդ փուլը նշանակում է, որ արդեն գտնված է առաջնորդ եւ այդ առաջնորդը ունի վեհափառ կաթողիկոսի վեհափառ մեր հոր օրհնությունը, նպատակները ձևակերպված են մինչ այս պահը հնչած բոլոր եկեղեցական ժողովներով, մենք ունենք Սփյուռքի լիակատար աջակցությունը, որովհետև եւ Կիլիկիո թեմը, եւ Պոլսո պատրիարքարանը, եւ Երուսաղեմի պատրիարքարանը բոլորը հայտնել են իրենց միանշանակ զորակցությունը եւ համախմբումը եւ քաղաքական պայքարը, այո, դարձել է այն դաժան առաքելությունը, որ պետք է իրականացնի հոգևոր Հայաստանը եւ նրա հայրերը։ Այսօր խիստ խորհրդանշական մի նկար հրապարակվեց եւ դրա պատկերը մենք տեսանք այն բոլոր հոլովակներում, թե ինչպես էր վեհափառ հայրը իր ձեռքը դրել Միքայել Աջապահյանի ուսին, այսպես ամբաստանվող, եւ դա նշանակում է, որ այն ձեռքը, որը վեհափառն էր դրել, դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության ձեռքն էր, աջակցությունը եւ զորակցությունը, որը պետք է ստանա հստակ քաղաքական ձևակերպում։ Մեր երկրում կեղծ են այն բոլոր թղթերը, որոնք հրապարակվում էին հեղաշրջման պլան ներքո, հենց այսօր ապացուցեցին իրենց բացարձակ սնանկ լինելը։
Վեհարանի այս գրոհը ցույց տվեց, որ այն փաստաթուղթը, որը կոչվում էր հեղաշրջման պլան, եւ այն մի քանի կրակված պարկուճները կամ արտոնագիր ունեցող զենքերը կամ այն ճայթուկները գունավոր, որոնցով 18 թվականին Լենա Նազարյանը եւ ներկայիս արտգործնախարար Արարատ Միրզոյանը մուտք էին գործում ազգային ժողով, չեն կարող երբևէ դիտարկվել իբրև իշխանափոխության այսպես հեղաշրջման գործիք, այնինչ ինչ էին գտել Նիկոլ Փաշինյանի իրավապահները, այլևս ես կարծում մենք չենք կարող այդ իրավապահներին, եթե նրանք հրաժարական չեն տալիս եւ չեն հետևում Արմեն Աբազյանի օրինակին, ԱԱԾ արդեն նախկին պետի, դա ժողովրդի կամքն է, դա ժողովրդի կամքն է, Միքայել Աջապահյանը բացարձակ օրինապահ քաղաքացի է, հոգևոր հայր, հոգևոր Հայաստանի եւ նաեւ ես կարծում այս պահից արդեն քաղաքական հանրային առաջնորդ, նա ի սկզբանե պատրաստ էր գնալ, դա ցույց է տալիս, որ մեր ժողովուրդը հոգևոր Հայաստանը ոտքի է կանգնում, դա դաժան առաջնորդություն է, բայց դա նշանակում է, որ առաջնորդները իրենք հիշենք ինչպես էր Մովսեսը դիմադրում, երբ այսպես Աստծո ձեռքը նրան առաջարկում էր առաջնորդել այդ 40-ամյա ստրկությունից Եգիպտոսից դեպի Իսրայել հայրենիք վերադառնալու ճանապարհը, այդ ամբողջի 5 կտակարանում ելից գրքում շարադրված է, ես համոզված եմ, որ Միքայել Աջապահյանը կամովի չի գնում դրան, բայց ինքը ժողովուրդը ինքը ընտրում է իր առաջնորդներին, իսկ Միքայել Աջապահյանը բացարձակ օրինապահ անձնավորություն է, եւ այսօրվա իրադարձությունները ցույց են տալիս, որ իշխանությունը դեռևս վաղուրոք այս ամենը ծրագրավորել էր, պարզապես հույս ուներ Սամվել Կարապետյանի կալանավորմամբ, Բագրատ Սրբազանի սրբազան շարժման ներկայացուցիչների կալանավորմամբ, վախի եւ սարսափի մթնոլորտ ստեղծել, հույս ունենալով, որ մարդիկ չեն գնա Վեհարան, չեն հավաքվի Հայաստանում, Գյումրիում, Հայաստանի բոլոր տարբեր այլ անկյուններում եւ իրադարձությունների զարգացումը ապացուցում է, որ հայ ժողովրդին վախեցնել, հոգեվոր Հայաստանը կոտրել անհնար է։ Միքայել Սրբազանը երկյուղելու ոչինչ չունի Նիկոլ Փաշինյանին ծառայող անձնիշխանությանը ծառայող իրավապահներից, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի սահմանադրական իրավունք իրեն վերադարձնելու, սահմանադրությամբ իրեն սահմանված իշխանությունը եւ առաջնորդն էլ ընտրված է, անվստահության պայքարը ես համոզված եմ, որ քաղաքական ուժերը գոնե այս պահին արդեն ունեն միավորման օրակարգը։ Շնորհակալություն, եւս մեկ անգամ լսում ենք զանգը, զանգերի ձայնը, որը հոգևոր Հայաստանի ձայնն է։ Մեր կապը հոգևոր է։ Մեր հոգիներում է լսվում։